Հոկտեմբերի 31 Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Իմ ներսում շիտակ հոգի նորոգիր Սաղմոս 51:10 Հավատուրացը, որի մեջ մնացել է կյանքի գեթ մեկնշուլ, պիտի փափագի վերածնունդ։ Այսպիսի վերածնունդը պիտի ուղեկցվի շնորհքի այն նույն ներգործությամբ, որն ուղեկցում էր դարձին։ Դարձի գալու համար պահանջվում է ապաշխարություն, առանց որի հնարավոր չէ նաև հիմա։ Նախկինում Քրիստոսի մոտ գնալու համար պահանջվում էր հավատ, իսկ այժմ Հիսուսի մոտ վերադառնալու համար հարկավոր է շնորհ։ Միայն այն շնորհը, որ թափվեց դարձի գալու ժամանակ, կարող է մեզ վերադարձնել Քրիստոսի մոտ։ Եթե նախկինում մենք ցանկանում էինք Բարձրյալի բերանից խոսք լսել, որպեսզի վերջ տայինք մեր վախերին, ապա նման կարիք մենք ունենք նաև հիմա, մեզ մեղավոր ճանաչելով։ Մարդը վերածնունդ չի ճաշակում առանց հոգու ուժի իրական դրսևորման, որը նա ստացել էր դարձի գալու ժամանակ։ Ընդ որում նրա մարմինն ու արյունը հակառակվում են հոգուն, ինչպես եւ անցյալում։ Թող քո սեփական անզորությունը, ընկերս, քեզ դրդի ջերմեռանդ աղոթքով Աստծուց օգնություն աղերսելու։ Դավիթը, զգալով իր անզորությունը, ձեռքերը չիջեցրեց բերանը, չփակեց, այլ շտապեց շնորհքի գահի մոտ աղերսելով. Իմ ներսում շիտակ հոգի նորոգիր։ Թող քո անօգնականության գիտակցումը քեզ քննի չմատնի, այլ թող այդ նույն զգացողությունն այրող ծայրով ուղղի քեզ դեպի Իսրայելի ամենակարող Օգնականը։ Աստված քեզ շնորհ ուղարկի, որ իրեն այնպես աղերսես, ասես դրանից է կախված քո կյանքը։ Իմ ներսում շիտակ հոգի նորոգի։ Եթե դու այդ մասին խնդրում ես ողջ սրտով, դու կապացուցես անկեղծությունդ, օգտվելով այն նույն շնորհքից, որ բարեհաջող կերպով կիրառում է Աստված։ Ավելի հաճախ աղոթիր եւ ավելի հաճախ կարդա Աստծո խոսքը։ Ճնշիր քո մեջ ցանկությունը, որը քեզանից հեռացրել է Տիրոջը։ Զգոն եղիր եւ զգուշացիր մեղքի անգամ նվազագույն հարձակումներից։ Աստված ունի իր անքննելի ուղիները։ Նստիր ճանապարհին, եւ երբ նա գա անցնելու, դու պատրաստ կլինես։ Շարունակիր մասնակցել բոլոր սուրբ խորհուրդներին, որոնք սնում ու ամրապնդում են քո տկարացող առաքինությունները։ Իմանալով, որ քո բոլոր ուժերը բխում են նրանից, շարունակիր աղերսել. Իմ ներսում շիտակ հոգի նորոգիր։